Մայիսի 15-ին ինժեներական քաղաքում կկայանը էներգետիկայի ապագան Հայաստանում ցանցային ֆորում 2026 է։ Էներգետիկայի ապագան Հայաստանում ֆորումը նախատեսված է որպես ոլորտային առաջին բազմաշահառու միջոցառում, որը միտված է Հայաստանի արևային ոլորտի զարգացմանը ապացուցահեն քննարկումների, համակարգված քաղաքական առաջարկությունների ու կազմակերպված ցանցային համագործակցության միջոցով։ Մանրամասները մեր հյուրերի հետ։ Սիրով ներկայացնենք մեր տաղավարում են Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Ջուլիետա Սիմոնյանը, բարի լույս, եւ Արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի հիմնադիր անդամ Նորայր Դումոյանը, բարի լույս, շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ եք սկսում։ Բարի լույս։ Մենք իհարկե ընդհանուր ներկայացրինք արդեն, բայց փորձենք ամփոփել ֆորումի հիմնական նպատակը եւ խորագիրը։ Իհարկե։ Էներգետիկայի ապագան Հայաստանում ձեր թույլտվությամբ մի բան շտկեմ միայն, մենք այստեղ տեխնիկական բանն ենք, AI9 տեխնոլոգիական կենտրոնում է իրականանալու միջոցառումը, որովհետեւ մեզ լսողների մոտ շփոթմունք չառաջանա հանկարծ ֆիքսենք, որ այո։ Եվս մեկ անգամ դա վերջում կհիշեցնենք։ Այո, Իսահակյան 9 հասցեում շատ կարևոր է նշել, որ այսօր Հայաստանի Հանրապետությունը մի փուլում է, շրջադարձային փուլում է կարելի ասել, որտեղ մենք անցում ենք կատարում էներգետիկայի զարգացման հաջորդ փուլին։ Կուտակիչները դրանք մեզ պարտադրված կարելի ասել այն փուլն է, որը ձևավորվում է հիմա եւ այստեղ շատ կարեւորում են արևային էներգետիկայի հայկական ասոցիացիայի ամբողջ ներուժը ուղղել հենց դրա զարգացման ուղղված աշխատանքներին։ Ասոցիացիայի ներսում են բիզնես սեկտորի ներկայացուցիչ մի շարք ընկերություններ, որոնք որ վերջին մի քանի տարիներին առավել եւս, 5-8 տարիներին ոլորտի զարգացման ընթացքում ունեցել են մեծ փորձ եւ ձեռք են բերել մեծ գիտելիք, որը որպես կուտակիչների ներկրման, ներդրման, կարելի ասել, եւ այդ ամբողջ ռազմավարական քաղաքականությունը մշակելու համար կարծում ենք, որ մեծ օգնություն կարող է լինել պետական կառավարման մեր գործընկերներին եւ այս ֆորումը ծառայելու է որպես այն լավագույն հարթակը, որտեղ եւ պետական մեր գործընկերները, ոլորտը կարգավորող նկատի ունեմ, պետական կառույցները եւ բիզնես սեկտորը եւ միջազգային ներդրումային ֆոնդերը, տեղական ֆինանսական կառույցները, բնականաբար ոլորտը սպասարկող կրթական տեխնոլոգիական հաստատությունները, իրենք բոլորը հայտնվելու են մի միջավայրում, որտեղ մենք միասին պանելային քննարկումների միջոցով խոսելու ենք, թե ուր է գնում Հայաստանի Հանրապետությունը էներգետիկայի առումով եւ ինչ փուլերով ենք նախապատրաստում անցնել, որպեսզի այն process-ը, որ ակնկալվում է, լինի շատ մտածված, լինի հեռանկարային, առանց կոպիտ բառով եթե ասեմ ոտքի վրա արվող որոշումների, Իսկ մենք կարող ենք ենթադրել, որ այս ամենը միտում ունի նաև շուկայում ֆինանսական մասը բարելավելու կամ դասակարգելու կամ բալանսավորելու անգամ եւ ոչ միայն ֆինանսական մասը, որովհետեւ ունենք ներգրողներ, ունենք արտադրողներ եւ այս ամենը ամեն դեպքում պետք է ներդաշնակել եւ բալանսավորել։ Հստակ ունենք այս միտումները, թե ոչ։ Նայեք, մենք ասոցիացիան երբ ստեղծում էինք, ունենք 3 կետ, 3 գաղափար, ինչին որ ուզում ենք գնալ։ Առաջինը դա հենց եղած ռեսուրսների մոբիլիզացիան էր, որտեղ ունենք արտադրողներ, բայց այդ չհամակարգված աշխատանքի պատճառով մենք ներկրում ենք եւ հնարավոր է հենց իրենց հետ աշխատել, այսինքն ռեսուրսների մոբիլիզացիան բերելու է համակարգի առանցին անդամների, մասնավորի, մեկը մյուսի հետ աշխատելով ավելի ուժեղ դառնանք ընդհանուր։ Երկրորդը հենց համակարգվածությունն է, որովհետեւ պատկերացրեք պետությունը առանձին ուղղությամբ է գնում իր ռազմավարական եւ ուղղություններով, մասնավորը այլ տեղ է նայում, ֆինանսական կառույցները, ովքեր որ ֆինանսավորում են, լրիվ ուրիշ ուղղությամբ են նայում, իսկ ազգաբնակչությունը, ներդրողները, բիզնեսը կարիք ունի հասկանալու որտեղ է գնում ոլորտը։ Դրա համար ասոցիացիայի այս կետերի միացման արդյունքում մենք մի քիչ ավելի ամբիցիոզ ծրագրեր ունենք, բացի այդ մոբիլիզացիայից, այդ սեղանին մենք դնում ենք բոլոր մեր ռեսուրսները պետության հետ համատեղ, փորձում ենք նույն կետին նայելով գնանք առաջ։ Երկրորդը ֆինանսական կառույցները դա բնականաբար իրենց ֆինանսավորման միջոցով է, որ ոլորտը սկսում է ավելի ակտիվ զարգանալ։ Գիտեք, որ նախորդ 7-8 տարում արևային էներգետիկան թռիչքաձև է աճում։
Եվ մենք հասել ենք մի պիկի, որտեղ որ արդեն ավանդական արևային համակարգերը իրենց էլ չեն կարող արդարացնել։ Նշեմ, որ նախորդ տարի 16% մեր ընդհանուր էներգո համակարգում արևայիներով արտադրված տեսակարար կշիռներ, դա բավականին լուրջ թիվ է, վերջի 5-6 տարում մենք էլ չունենալով հիմքային գիտելիքներ, կապված ասենք նորարարական տեխնոլոգիաներ են, ուստի համադրելով այդ ամեն ինչը մենք ասոցիացիան նաև փորձում է համակարգել անցումային շրջանը, քանի որ ոլորտը տրանսֆորմացվում է, մենք կուտակիչներից որ խոսում էինք, կուտակիչները կարողանում են բալանսավորել էներգիան։ Մենք գիտենք, որ էներգիան հենց արտադրվեց, պետքա ծախսվի։ Իրան պահպանությունը խնդիր է եւ կուտակիչների միջոցով փորձում ենք ավելացնել այդ հզորությունը, այդ 15-16%-ից հասնել 30, նույնիսկ հնարավոր է մինչև օգտագործում մինչև 50%, եւ դա բերելու է մեզ լիարժեք էներգետիկ անկախությանը։ Մի խոսքով, եթե sense փորձենք ընդհանուր ձևակերպել, ասոցիացիան այդ ամբողջական կետերի այդ սեղանն է լինելու, որտեղ բոլորս սինխրոնիզացված փորձելու ենք գնալ առաջ, այս տրանսֆորմացիոն փուլը անցնել։ Իսկ մասնավոր ու պետություն այս համագործակցության առումով զարգացման ինչ հեռանկարներ կան եւ ինչ ուղղություններով են արվում։ Արդյոք դա տեղեկացվածության խնդիր է, նոր հնարավորությունների մասին բիզնեսին տեղեկացնելու, պետության հետ աշխատելու ձևերի մասին գուցե։ Իհարկե, այստեղ մենք նոր հեծանիվ չենք հորինում Համլետ ջան, այսինքն աշխարհում դա ընդունված ձև է, որ բիզնեսի գործունեությանը խթանելու համար շատ կարևոր է այդ անընդհատ հաղորդակցությունը պետության հետ, որպեսզի իրենք սինխրոնիզացված գնան առաջ։ Թե ինչ ձևերով դա կարող է լինել, ամենատարբեր, իհարկե նոր համագործակցությունների հնարավորությունների քննարկում եւ միջև նորին անցնելը, հա, մենք այսօր որպես Հայաստանի Հանրապետություն ունենք մի շարք այլ խնդիրներ, որոնք վերջին տարիների ընթացքում են ձևավորվել։ Մենք ստանդարտների մշակման, համապատասխան մասնագիտական շուկայի եւ այս տեսակ մի շարք հարցեր ունենք, որոնք որ քանի որ բիզնեսը զբաղված է եղել շատ թափով ապահովելու են զարգացումը, որ այսօր մենք ունենք, որոշ կետեր ունենք, որոնք որ բաց են մնացել եւ կարելի է ասել, որ նաեւ այս կարիքների շուրջ է ձևավորվել ասոցիացիան։ Հույս ունենք, որ արդեն ձևավորված եւ առաջիկայում ձևավորվող մեր հիմնարար համագործակցությունները թույլ կտան այդ բացերը լրացնել, որովհետեւ առանց դրանց տեղը դնելու չենք կարող անցնել հաջորդ փուլին, էլի։ Այդպիսի խնդիրներ շատ կան։ Առանց իրար հետ ներուժը միավորելու դժվար կլինի։ Նույն այդ անկախ վիճակը կշարունակվի, էլի։ Հետաքրքիր մի շղթա է ստացվում, որով այո մենք բալանսավորում ենք մի ամբողջ ոլորտ լայնը մեծ է եւ գիտեք ինչն է հետաքրքիր, եթե մենք այս ֆորումի շրջանակներում ունենանք համոզմունքներ, արդեն ունենանք որոշումներ եւ այդ որոշումների ենթարկվելը ոլորտի ներկայացուցիչների համար լինելու է պարտադիր պայման, պետականորեն նույնիսկ օրենքով հաստատված, թե ամեն դեպքում դուք առաջարկելու եք լավ պայմաններ, հետաքրքիր գաղափարներ, բայց ազատ են մարդիկ, ովքեր որ արտադրում են կամ ներկրում են, իրենց այսպես կոչված բիզնեսով կշարունակեն աշխատել, թե սա պարտադիր է լինելու ոլորտը ներկայացնող յուրաքանչյուրի համար։ Նայեք, արդեն երևի ավարտին է մոտենում էներգետիկայի մասին օրենքի փոփոխությունը, այսինքն օրենքի ուժով փոփոխվելու է եւ որոշակի փոփոխություններ են սպասվում ապագայում, դե օրենքի մասով բոլորս ենթարկվելու ենք նոր կանոններին, բայց ամեն դեպքում ինքը ոլորտը բազմաճյուղ է եւ բիզնեսը ինքնուրույն է որոշում, որ ուղղությամբ զարգացնի, որ ուղղությամբ զարգանա։ Եվ նույնն էլ տնային տնտեսություններին իրենք են որոշելու ինչ որ այսպես կոչված պրոդուկտից օգտվեն, կուտակեն, չգիտեմ, կամ չկուտակեն, կամ ավանդական ձևով շարունակեն օգտագործել։ Հա։ Գալով ֆորումին օրակարգին մասնավորապես ինչ քննարկումներ են սպասվում, եթե փորձենք 1-2 խորագիր ամփոփ ներկայացնել։ Իհարկե, օրվա ընթացքում մեզ սպասվում է առանցքային թեման, դե արդեն նշեցինք, հա, էներգիայի պահեստավորումն է, մասնավորապես կուտակիչների ինտեգրումը,
տեղի կունենա երկու պանելային քննարկում, որոնցից առաջինը կլինի հենց ինտեգրման ռազմավարական քաղաքականության մշակմանը վերաբերող։ Այստեղ մենք կարևորում եմ նշել, որ համագործակցում ենք ինչպես պետական կառույցների, այնպես էլ միջազգային ֆինանսականների եւ բնականաբար տեղական բանկային համակարգի, բիզնեսի ներկայացուցիչների առանցքային դեր ունեն հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, HEADS-ը, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը, բնականաբար զարգացման բանկերից Ասիական զարգացման բանկ, World Bank եւ այլն, սպառողի ներողություն, բիզնես սեկտորի ներկայացուցիչի համար սա լավագույն օրը կարող է լինել, որտեղ ինքը կարևոր ինֆորմացիա կոպիտ ասած առաջին ձեռք կստանա ոլորտը կարգավորող պետական եւ ոչ պետական կառույցներից, որպեսզի նաեւ իր բիզնես պլանավորման մեջ հասկանա թե ինչ հնարավորություններ, ինչ ճյուղերով կարելի է զարգացնել։ Առաջին թեման դա կլինի եւ պետական կարգավորումները եւ երկրորդը արդեն կլինի միջազգային ներդրումային ծրագրեր եւ բիզնես պլաններ։ Երկու պանելային քննարկման խոսնակներ էլ ընտրված են բավական պատասխանատու եւ փորձառու մարդիկ եւ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք լիարժեք արդյունավետություն ապահովել ներկաների համար, ովքեր լինելու են նշածս բոլոր կողմերից, բնականաբար արդեն որոշում կայացնող հիմնադիր կամ գործադիր տնօրենների եւ բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածությամբ։ Մարդիկ, որոնց ուղղակի հետաքրքրում է թեման, կարող են գալ ֆորումին, թե փակ է ձևաչափը։ Ես այստեղ մի հետաքրքիր ու մեզ համար արդեն կարևոր ուրախալի լուր նշեմ, մենք կարծում էինք, որ այո, բաց կլիներ եւ չէին հավաքվի այնքան մարդիկ, որ ամբողջությամբ կլծվեր դահլիճը եւ մենք հնարավորություն կտայինք ուղղակի հետաքրքրվող մարդկանց եւս մասնակցել, բայց եւ ի ուրախություն եւ ցավոք սրտի ուզում եմ նշել, որ դեռևս ունենք մի շաբաթ, բայց արդեն ամրագրումները ավարտվել են, այսինքն գրանցումները, ու ուրախություն մեզ բոլորը իրականում ոլորտի շահագրգիռ կողմերի ներկայացուցիչներով է լցվել, հա, ինչը իրականում այո, իսկապես լավ է։ Վստահ եմ, որ արդյունքները ամփոփելու առիթ մեր տաղավարում կունենանք մյուս բոլոր մարդկանց համար։ Շնորհակալ ենք, որ օրը մեզ հետ սկսեցիք, իսկ մենք շարունակում ենք Առավոտ լուսան։